ցեղասպանության տանկարանի հետ գործ ունենալ եւ առիթ ունենալ փոխանցում գդարելու երիտասարդ հետազոտողներու հետ գիտեք որ ցեղասպանագիտությունը այսպես կարելի ասել հիմա շատ միջազգային բնույթ առավ մոտավորապես 40 մասնակետ կա աշխարհի վրա Ավստրալիայեն մինչև Միացյալ Նահանգներ հիմա դգարացած վիճակ է դեպ Դադրյանը մահացավ Օվանեսյանը զուտ մասնակետ չէր բայց սենք կարևոր տեղ խաղացավ ներկայացնելու համար ամերիկյան լայն շրջանակներու մեջ եւ Ֆրանսա կարելի ասել մատոբրոց մգա Շվեյցարիա գա անցլուկակիզը le մորսա ամերիկային Ստեփան Աստրոյանը շատ կարևոր տեղ խաղացող բազմագողմանի է եւ կարելի ասել որ հիմա դարիներով գրած ենք թրքաշերներու ճնշումը ես ուղագի արամարանքով մեզի գտիդեին եւ հիմա աջույքս է երբ անտիվիմը հիմա դարիքոդ են մարդիկ ինձիբես ասեմ շատ մեծ օգուտ պերիկիցի այնքան արամարան ցույց տվիկ որ բանը գամկս զորացավ կորց տանելու համար եւ հիմա գտիդեն որ մեր կորձը Ձեր կորձը աղբն է դեց, գներեք, որ կիշպ անսնական խոանոցի մասին գխոսին, բայց շատ կարևոր բան եղավ, մղիչ ուժ բներ ասիգա այս, գիտեք անոնք էին, որ ամբողջ իշխանություն ունեին, հետազոտողներ անոնք են, որ ավակեին, լրագրողներու հետ, մեդիաներու հետ գաբը անոնք էին, մենք Պերանիս պագելու և պան է պրոֆեսիոնալ դեսանգետով ամեն դեղ պակ օրինակի համար ես ցեղասպանություն չեմ դասավանդած այոտ բատություն չեմ դասավանդած ժեոպոլիտիկ դասավանդած եմ ինչու որ մնացածը պակ էր ինչ որ է հիմա փոխվեցավ թրքագիտության դպրոցի մեջ ֆրանսա մանավանդ երիտասարդները մեկը գա հիմա որ գաշխատի թեման է հետազոտական թեման է թրքագիտության ֆրանսայի թրքագիտության դպրոցը շղթականության զարգացման մեջ թեման հետաքրքրական է նո եւ մեկի կբացատրե process-ը անշուշտ ասոր է դալգաբված արտաքին կորցոց նախարարության բարձրակուն Բաշտոնյաներ, որ գադարյալ տրկամոլ, ոչ թե տրկասեր, տրկամոլ դիբարներ, այս շրջանակի մեջ աշխատիկը ծյուրին չէր։ Հիմա մեր կորձը քաղաքականություն չէ, մեր կորձը բազմապատնի աշխատանք դալիլ է, և ներքին օրենք կա մեր էթիկայի պայմաններ կան, որ պետք է ստեղծել եւ լավագույն լուծումը ժողտողներուն բերանը պագեցնելու համար լուրջ պատմական աշխատանք սեղանքներ էր հիմա նկատի առած պայմանները բարձ է որ աղբյուրի խնդիրը աղբյուրները արխիվները մանավանդ ծերծկելը ամենեն դժվար հարցն էր, շատ տարածված։ Ես դարիներով գրեթե 20 տարի 16 և 17-րդ դարերու վրա աշխատած եմ և բավական հրատարակած եմ տնտեսական պատմություն, մշակույթի պատմություն և այլն և անցա ցեղասպանության շատ ամեստորեն աստիճանաբար երբ ինձի դրվեցավ պարտականությունը Նուբարյան կրատարանի պատասխանատվությունը։ Ինչու։
որտեղ ըստեղծողը Արամ Անդոնյանը հիմնական աշխատանք սկսած էր գուտագելու համար նյութեր եւ երբ մտա այս աստարությունը եւ տեսա արհեստությունները երկու բառով հետեւյալը խորեցան ոչիր է այսպիսի նյութ այսպես լքված տասնյակ տարիներ ի վեր լքված ձգել հիմա բաժակներ կան բաժակներն մեկ այն է որ մինչև 80-ականները պատմաբանները որ ունեինք Ֆրանսա բարոն Տերտոնը եւ Jean-Michel Canzou լեզուներ չէին գիտեր, հայերեն չէին գիտեր, թուրքերեն չէին գիտեր, հիմնական հարց է եւ այս ամբողջ նյութերը մշակելու համար պրոֆեսիոնալ պատմաբան պետք կար ուրեմն օրմսի օքեյ պիտի ճամփան պիտի սկսեմ եւ սկսա արխիվները հրադարակելով թարգմանելով մեկնաբանելով եւ այլն մինչեւ որ բավական գիտելիք գուտագեմ վարժվիմ ասունդամ որ առնվազն 15-20 տարի պետք է նյութը լավ գետրոնանալու համար ուրեմն աստիճանաբար վերջը խորեցա գրտամ ասինչ բանի վրա բաննել վերջը ճամփորդեցի բավական Անգլիա եւ այլն եւ հիմնական ասենք բանը le tournant Yankees մեջ հիմնական բանը որ այո եղավ երբ ուրեմն Krieger սված վարտաբետին միկրոֆիլները ցերկս անցան ուրեմն Krieger կաթոլիկ վարտաբետ մներ որ ապրած է Եգիպտոս եւ Միացյալ Նահանգները Աղուատի շրջանը դարձան հայկական կաթոլիկ եկեղեցու բաններ ինքը օսմաներեն գիտեր, ֆրանսերեն գիտեր եւ գրտված մեկը ինքը առաջին անձ եղավ որ սկսա սիստեմատիկորեն արխիվները հավաքել եւ հիմա Բորսո Բադրիարքարանը ինքը 50-ականներուն վերջավորության կարողացավ մեկ ոչ թե ամբողջը, բայց հիմնական մասը, ուրեմն Բորսո արխիվներում որ գտնվին Երուսաղեմ, կարողացավ լուսանկարել եւ ասորիման վրա է որ կարողացանք աշխատանքը դանին, որտեղ մեջը Ակին դերեգակիր կա, որտեղ քիչ առաջ լրագրողներուն գսեի դերեգակության թիվանը ստեղծած է Բորսո Բադրիարքարանը պատերազմի վերջավորության շատ կարևոր հաստատություն, որուն երկու կարևոր անձ կղեկավարեին իրավաբան Կարապետ Նուրյան, որ վերջը ինքն է որ Երուսաղեմի Բադրիարքարանի հիմքը դրավ կազմակերպչական, արդի կազմակերպչական եւ երկրորդը Արշակար Բոյաջյան, որ վերջը Եգիպտոս հաստատվեցավ եւ հսկայական մենակությունները հրադարակած էին։ Ուրեմն ինչու գսեմ ասիկա, ուրեմն այս արխիվը եթե ուզեք անձերը որ սպառվեցան նյութերը հավաքելով, պիտի ասեի Կորզին 50% արդեն հրած էին, գպավեր պատմաբանի կորձը, այսինքն խաչացևին այս նյութերը, անգլիական նյութերով, ֆրանսական նյութերով, որպեսի աստիճանաբար կարողանանք ավելի հստակ պատկերացում ունենալ։ Ուրեմն առաջին կորձը քիչ առաջ գսեր բարոն Մարությանը եղավ Բորսո Բադրիարքարանը 12-ին մինչև 14-ի սկիզբը մարտահրամը կազմակերպած է զանազան թեմերու մեջ, հայաստանյան թեմերու մեջ գայսության և քյուրեկյուրը
ուրեմն 92-ի գործը խառնուրդ մներ լուսանկարի և վիճակագրական աշխատանքի, որուն մոտավորապես 2 միլիոն հայու կհասնենք, բայց ոչ թե ինչպես թրքական նյութերը կներկայացնեն կազայով, որ շատ տանուր չիներ է, այլ քյուրեկյուր, on է տարբերությունը, բայց շատ բարդ է, որ թեմերը չէին ապապատասխաներ ադմինիստրատիվ պաշտամունքներուն, վերապաշխումը պետք է ներ, անհրաժեշտ է ներ քարտեզներու գրավում ժամանակ առավ, բայց ճիշտ է, որ հիմնադիր աշխատանք է հավասիկա և երբ գարսեմ արշակը հաոն է արշակը, ուրեմն քանի մդարի Բարոն Մուտաֆյանին է դարիք ունեցանք աշխատելու Երուսաղեմ, ուրեմն ստեղծեցինք տանկարանը, որում վերջավորությունը չեն դեսած, բայց վերջացուցինք և այն ժամանակ վիդեոսեի դյավույն վրան գաբրեինք շապատներով արխիվի գադարյալ կոպիմը մակուր տվայնացած ծերպսինգան և իդարպերություն Քրիգորի ներկայացված նյութերու ակին մաս մգար, որ Քրիգոր դգադի չեր արած հետ դադերասմյան արխիվները և ասիկա պանալի եղան, որ կարողանամ այս վերջին ադորը հրադարագել։ Մյուսին համար երկրորդը, որուն մասին խոսեցար, որ վիդեոսեի ցեղասպանության աշխարհակրությունը, որ սիրտն է, ասենք աշխատանքին, on օգտագործեցի 3 հիմնական կորպուս այս սիրտին համար, Անդոնյանի ավակած նյութը, որ Նուբարյանն է նսկայական է, երկրորդը Բոցովա դեարկարանի ուդագած ամբողջ պաները և շատ աջախ լրացիչ են և երրորդ կորպուսը պան է Հայաստանի ազգային արխիվի նյութերը, որ բացարիք են և ինչքան որ գիտեմ Զավելի Եսայանը և Հովհաննես Թումանյանը կարևոր տեղ ունեցած են այս նյութերը հավաքելու համար, ուրեմն պատերազմի 15-ին և 16-ին վերագրողներով, որ ճամփարած էին դեպի Հայաստան կամ Թիֆլիս։ Իմ անգամ այս աշխատանքին ամոզված էի, գուզեի անպայման հրադարագել ասիկա, որ Քեմալի վրա գետրոնացած է, ուրեմն Թուրքիո, արդի Թուրքիո այուրանյակի արիտով, ուզեի նվեր մնել Թուրքիո բատմակրության, այսպես ակրած եմ քիշմը գես գադագով, և շատ դժկոյեցա, որ Թուրքիո մեջ այնքան բացարիք գազམ་ակերպչական աշխատանք չեղավ բանի հայրամյակի արիտով և այս արդու էդիտային հետ գխոսեինք այս մասին շատ լավ հասկացանք վերջը, որ բարոն Էրդողանը չի պապակիր այնքանալ ինչպես եմ արժևորել իմնատիրին տերը, որ իր տերը կխանկար է հասկացան։ Ինչ որ է այս նյութի շուրջ բացի ուրեմն թրքական, պաշտոնական պատմագրությունեն հիմնական աշխատանք չի կա։ Մեկ ոգի կա, որ կարևոր տեղ ունեցավ այս պաշտոնական պատմագրության մեջ Ստանֆորդ Շոու, նախկին Կալիֆորնիա UCLA-ի պրոֆեսորը Օսմանակեն, որ վերջին դարիները անցուց Անկարա խոնգը դասավանդեր և ինքը նկատի առած, որ գիտեք, որ նշանավոր ժողտող էր անշուշտ և ակինահունկարի շուրջ և երբ Անկարա հաստատվեցան գիննալ թուրքուի էր և այլն, արխիվները բացին, կեմալիստական արխիվները բացվեցան իր առջև
եւ 6 ադոր պանգա հրադարագած է այս հետպատերազմյան կեմալիզմի ծնունդի վերաբերյալ, որ պրոպագանդի բնույթ ունի, բայց արկին նյութեր հրադարագել, որ շատ օգտակար են, նույնը եղավ ցեղասպանության համար պաշտպանական լրքի կենտրոնը հրադարագած է, մանավանդ մեկ ադոր ամփոփ արդի տրքերենով պաստատուկտելու, առանց անդրադառնալու ինչքան օգտակար եղած է մեզի համար, ձևով ժամանակակցությունը ճշտելու համար այս նյութերը շատ օրինակյարա շատ չեզոք ձևով գսեն ու այսօր պաշտոնապես տեղանվեցավ ասինչ Ղարաբաղը Էրզորում են օրինակյարա այս ճնշումը գնեն, բայց մեզի չի այսինքն ոյևէ ոջիրի մասին պարչիգա մեջը, բայց կոնե գրտաս ճշտել, որ օրը ճամպա էր աղասիգա, ինչ որ է։ Հիմա վերադառնամ այս տուն նյութին, Բոլսո Պատրիարքարանի արխիվը, որ ասավ, կորձը թյուրացավ, կարողացավ միշտ գերհողական մասը, որ ուղղված է դեպի զոհերու ճակատագիրը, ամեն աշխատանքից մեջ բան է, որ նաշար ասե, նույնիսկ եթե շուրջ ուրիշ բաներ կան, ուրեմն զոհերու վիճակը, այս մասին Նուրյան եւ Ալբոյաջյանը բացառիկ աշխատանք ուտակած են ցանցերը ստեղծելով եւ ի վիճակի եղած են ճշգրիտ կավարե կավար, կազայե կազա, քյուրե քյուր, քանի օքի վերադարձած է, այսինքն կարելի է ուրիշ ձևով ասել, քանի օքի բացակայ են եւ մինչև այս աշխատանքը ես թիվ չեմ տված զոհերու, 1.5 միլիոն եւ այլն, գործից մեջ այսպես բան չեն կրնալ, բայց այս անգամ նկատի առած, որ բավական լուրջ ստատիստիկ կար ցերքից դակը, ուրեմն ունեի տվյալները նախքան պատերազմը քյուրեկյուր, ուրեմն թյուրիներ, փոխկոպիտներ, այսպես ալորի, եւ ուրեմն կարելի է նույնպես ստատիստիկ տալ, քանի դոգոս բացականները հետաքրքրական է։ Alors անշուշտ տեղեկություն դրի բացակայի բարի վերաբերյալ անպայման մերած չեն գրնան իսլամացած լազար, բայց անհետացած են, այսինքն այգական խումբի մաս չեն գազներ այլևս ասեիրականությունը եւ օրինակ լավ կպաստե այս տիպերը լավ կպաստեն, որ իննական նվադակներ 6 կավարներ արևելյան բնակչության մակրագործումը սիստեմատիկ, որտեղ օրինակի համար Էրզորումի համար եթե լավ հիշեն 6% է վերաբրողներու թիվը, երբ բուրսակը գտնվից 40% ամենեն բարձրն է, եւ վերջը գիլիգիա ավելի բավական մեծ կանակ, որ նույն գուները չեն դեմանած սանասանբաջակներ, ջեմանի տերը, ամեն բարակային 1.5 միլիոն թիվը այո, մանավանդ նկատի առած լրացիչ ոճիրներ, որ թեման է, որ չխայնացնեք որ շարունակեմ, alors
այո, 1.5 միլիոն։ Նկատի առած ուրեմն ոչիրներ, որտեղի ունեցան 2 անգամ են 15-ին եւ 18-ին Մարսկաստանի Ադրբեջանը եւ վերջը 20-ի Կովկաս մանավանդ Գյումրիի շրջանը եւ Կիշմետևի Կարագինիսի եւ այլն չարտեր որտեղ ունեցան 1.5 միլիոն տիպը հիմա գրմացել իննոված է բավական լուրջ հիմք պատմական աղբյուրներում հիմքերու վրա, voilà, ասիկա։ Ուրեմն վերջը երկրորդ կարևոր նյութը, որում վրան աշխատեցան, բայց իդեսեի նվազ բացարիք է, մնացածը նոր է 100%-ով, նվազ բացարիք, և օգտվեցա մանավանդ Էրիկ Զյուրշերի աշխատանքի վրա, հոլանդացի Լայդեն համալսարանին, առաջին լուրջ տրկակետ է եղավ, որ կեմանիստական պատմականությունը մակրագործեց, այսպես կարելի ասել։ Ուրեմն բանը ճակատումը կեմանիստի ցանցին եւ թուրք ցանցը, որ առնվազն մինչև 20 ուժեղ է նկատի առած, որ հիմնական գործիքները, դրամը, զենքերը եւ այլն, եւ թուրք ցանցերն են, որ ունեին, եւ կեմալը ստիպված էր մուրալու շատ բան է, օրինակի համար թրկական, օսմանական գարմիր մայլիտերը, որ դրամը բերնեն, սիցելիան, անոնք են, խողովակներ, որովհետեւ դրամը ասնի, որ կարակոլանով, կարակոլ, որ երիտ տեշկիլատի մասուսանի նոր վերընդրված զենքերու բայսները նույնպես կարակոլի ծերքներ, այսինքն կեմալը դարավեցավ բավական և հավանաբար շարժումը դեղի ունեցավ, երբ սկսան բոլշևիկներու հետ բանակցության, երիտ թուրքերն են, որ կեմալը և են վերը մանավանդ, որ Մոսկվա աջաղկացին և Մուստաֆա Սուբի անունով մեկը գար, որ Լենինի խորհրդարու գներ, կարևոր խորհրդարու և ոչ թե երիտ թուրք, բայց թուրք և ինքը միշնորդը եղավ այս մոտեցման և կեմանիստները վերջը փորձեցին խաղի մեջ մտնալ, մյուսերը հեռու բայեցին, կակատնագետ անշուտ Բաքուի բանն է, օգոստոս 20-ի, որ ուղղակի բրիտանական գործակալության բաներ ունենք։ Արևելքի ժողովները, ուղղակի ծիծաղելի է, գսեք որ ներգաներու մեծամասնությունը անկրակել է, գսեք որ շատ չայնացած են, ենվերը ելավ, մեկ ու գեշան խոսեցավ, ամեն ալ գոբորան գզրան, լսելով որ գբավ է, նով են էլակրական ամեն բարակային ճագադուկ մգար, կեմանիստները խաղեն դուրս էին, և բակուի տանեն վերջ է, որ կարողացան ուղագի բոլշևիկներու հետ բանը։ Այո, հալո, կանիմը տասկա արնելիք, որ կապված են այսօրվա պատմականության հետ, բավական աղբյուր չի գա, բայց և ասիկա թուկ կրնակ այս կործը գադարել ռուսախոս պետք է, ինչպես երիտ թուրքերը և կեմալը զոհեցին Մուսավաթի ղեկավարությունը բոլշևիկներ, ազերի բոլշևիկներ տեղավորելու համար և ասիկա ըստակ է պայմանակի չէ, կախտի համացայնություն է կեմանիստներու և բոլշևիկներու միջև, որպեսի կարմիր զորգը, որում մեջ անշուշտ Ադրբեջանի զորգերը կանի, մտնան Հայաստան և Վրաստան, երկու նպատակ ասեր։
ուրեմն հետաքրքրական է, որ մի օրինակ, որ Մուսավատը այս մասին բավական տեղեկություն ունի, Մուսավատը ուղղակի երիկ թուրքերու պատներ ջուրներ, անքիստ մասնաջուր, անոնքը ստեղծած են Ադրբեջան, նույնիսկ որսո մեջ է, որ Ադրբեջան անունը գետրոնական կոմիտեն է, որ նվիրած է բանը այս գեղեցիկ անունը։ Ուրեմն այսօր վրա որոշ տեղեկություն ունի, բայց ավելի մանրամաս։ Հիմա երկրորդ հարց կձակի, շատ զգուշ եղան, ուրեմն փոքր տվյալները ցերկս չեն, գուխորի, որ բանը այս Մուսավատը զոհելով ավանդաբար համաձայնած են, որ փոխարեն առանց պատերազմի Ադրբեջանը դառնա, բայց ուրիշ գործոն կա Արցախը եւ հավանաբար Նախիջևանը պատետի մեջներ, այսպես կողորի, բայց դեպյալ չունիմ բավական, որ վերջնական ավես պետք է օրենքով բոլշևիկյան արխիվներու մեջ պետք է բաներ մջարվին այս մասին, այսպես չէ։ Voilà, alors, շատ մանրամաս չերտամ, վերջին գետիմը մասին խոսին և վերջացնեմ, վերջահարցու փորձով, պաշին բատկացուցի, ուրեմն մանավանդ բրիտանական և ֆրանսական բարձր կոմիսարներու, որ իրենց կառավարության ռամքով լուծում կպնդրեին տատի կանչելու համար երիկ թուրք ոչրախոսները և այս մասին քիչ աշխատած էի ժամանակին, բայց ուրեմն արխիվը Ֆրանսա է, ուրեմն լապե պատերազմեն վերջ ինչ կստորագրվի Պայմանագիր զինադատը բայց ինչի լապե կարևոր չէ։ Ուրեմն Փարիզի մեջ նախապատրաստական աշխատանքներ դարվեցան, որպեսզի պայմանագիրները ստորագրվին։ Այս ուրեմն նախապատրաստական աշխատանքների մեջ զանազան մասնակիցներու բաժանումներ կային։ Մեկը կոչվեր Commission des responsabilités, այսինքն պատասխանատուներու կոմիսիոն։ Եվ մեջը ուրեմն իր միջազգային իրավապահները կային մասնակետ, բելգիացի, ճապոնացի, ֆրանսացի եւ այլն, որ աշխատեցան պատերազմի պատասխանատուներու վերաբերյալ եւ հարցերը որ գծակին։ Եվ ուրեմն ամբողջ արխիվը Փարիզի արտաքին գործոս նախարարության բանի մեջն է։ Իրենց ժողովներու եւ եզրակացություններու եւ այլն եւ շատ հետաքրքրական էր շեշտել որ անմիջապես ինչսին լուրջ հարցի արժեր ենք որովհետեւ միջազգային իրավապահական համակարգի մեջ որ այնքան զարգացած չէր այն ժամանակ որևէ գործի չունենք ինչպես է կառավարությունը, իշխանությունը, կամ կուսակցությունը տալի կանչելու համար։ Մինակ ամադի մագարտակի վրա էր եւ անշուշտ ցեղասպանություն բարոքիդեք որ գոյություն անշուշտ չուներ, բայց գար պատերազմի իրավունքը 99-ի եւ 1907-ի լայի Օլանդիո ժողովները որ արդեն սկսած էին մշակել ուրեմն քրիմ դե գեր պատերազմյան ոչիններու վերաբերյալ կատեգորիաներ բավական հստակ ուրեմն այսպիսի ուրեմն ասին Կարո Օսմանյան կայսրության բացի սկսել ինչպես պետք է նոր բան մշակենք աշխատանք մշակենք եւ մեկ անցկա որ բավական կարևոր տեղ հացած Անդրե Մանդելշտան որ գիտեք որի սերած է դարիներով վերջը Ֆրանսա ստացվեցավ եւ
ուրեմն եւ եզրականությունների մեջ շատ ուրիշ կարևոր կետ մնա Կարաչակեն, որ միջազգային դատարան ստեղծվի, որ խառն լա, այսինքն զանազան ինչպես որ եթե ուզեք այսպես կրկնացեն Ռոմի 1990-ի բանը ստեղծում կոպենալ ինտերնացիոնալ բանը ինչպես ասեմ ինքը դրվեց այն ժամանակն եւ հիմա քանի նույնիսկ նշան կա որ Նյուրնբերգը որ ստեղծեցին նկատի արին տասերը որ ուրեմն դժբախտաբար ուրեմն կամքը կար նույնիսկ Սևրի պայմանագիրի մեջ որոշ հարցեր կան որ կապված են ոչինները տալելու կապակցությամբ ասենք իդալացիներ ուղղակի զզվելի արևդրագանի նման վարվեցան, այսպես կարելի ասել, նախանցորդ եւ այլն, եւ ֆրանսացիները 20-ը սկսան արդեն սկսան կեմանիստներու հետ եւ լավ օրինակը եղավ վերջը Գիլիգյան, որտեղ մեկ տարի առաջ սկսած էին բանակցությունները Դա հենց Մարաշից արդեն ցույց տվեցին, էլի։ 19 թվականի Մարաշից արդեն ակնհայտ։ Փետրվար 20 է Մարաշը չարտը։ Եվ հետաքրքրական է, օրինակ անգլիական սպասարկությունները Մարաշի մասին ասիկա չէին նկատած զարմացած են գսեն բաները ոչիններ որ կան նորեն կշարունակեն զարմացած են եւ երկրորդ բանը գիտեք որ մարտը 20-ին է 19-ին է 19-ին զարմացած են բանը անգլիական եւ ֆրանսական զորքերը մտան Բոլիս մինչ այդ բաներ բարձր կոմիսարներ կային անոնք չկային եւ ինչ որ բադայեցան Մարաշ շատ կարևոր տեղ խաղացան, որտեղ այն ժամանակ է, որ ամոզվեցան երկու գեր համագործակցություն պաշտոնական իշխանություններու եւ կեմանիստներու միջեւ համագործակցություն ասիկա ստակա նույնիսկ երբ լիբերալսված կաբինետներ կան եւ այլն բաներ դագեն որտեղ ամբողջ բարձր պաշտոնյաները եւ թուրքերը նշանակած են եւ մնացին նույնը բարձրակույն բանը զինվորականներու համար նույն բանն է եւ տասը որ եզրակացությունս է եւ վերջացնեմ կեմալը կպաշտեն որ նույն կաղապարախոսությունը երու թուրքերու եւ նույն նպատակը ունի վերջացնելու աշխատանքը մակրագործելով քրիստոնյա երեխաները։ Alors այս մասին դարածեմ, aber կարոզ էին կողմես այսպես կարելի ասել, խորհուրդ կտամ որ այլևս չառանձնացնենք այոց ցեղասպանությունը եւ ընդլայնենք ասելով որ Թրկական կամակարգությունը եղավ իր ցեղասպանության կամակարգությունը բնաչնչել մակրել երեքում ոչ թե մինագայերը ուիները նկատի պետք է արտնվի նույնիսկ եթե ժամանակակրական բզիկ բան նկարվի ավելի հետ բանդերա բայց ակին դեղանություն արեղան բանդերասմի ժամանակ այս մասին պապական այո որտեղ Երանան նորեն Էկումենիկ պատրիարքարան կամ ակորձակցել փորձում պատրիարքարանի է եւ ակի բանը ունական ստատիստիկ մեր կողմն է եւ հետաքրական այն է որ ունական գսենք որ բորսո էկումենիկ պատրիարքարանի արխիվը չեն գիտեր ուրեն այսինքն չեն կորցածած եւ աշխատանքային այս մասին անորամար է որ դվյանները որ Ակին քյուրեր կան, որ հայոց բացակայությունը կա և ուիներու բացակայությունը
ուրեմն գսեի երկու հայ գույն եւ սու Սիրիակ կամ ասորական երգան, որ պետք է անդեսել, որ ասանում բզդիկ եղբայրն են, որ բատմապան ալչունի, տգրոց ալչունի, անդեսված են, պետք է նգադի արնվի, որ նույն պանը դրեցին, որ ագներեք, որ երկար պարակ խոսեցա։ Շնորհակալություն, պարոն Գևորգյան, ես 2-3 հարց եմ պատրաստել, ես տամ, հետո ձայնը կտամ մեր հարգարժան ունկնդիրներին։ Դուք ձեր մենագրության մեջ գրում եք, որ հայերին ոչնչացնելու ձգտումը այն էստաֆետն է, որ փոխանցվեց Միություն եւ Առաջադիմություն կոմիտեից քեմալականներին։ Ու դա իր դրսևորումները գտավ իրանական Ադրբեջանում եւ Արևելյան Հայաստանում։ Դուք հիմա էլ դրա մասին ասեցիք։ Հիմա եթե ըստ այդմ ես ունեմ հարց մի քիչ ավելի ընդհանուր բնույթի, եթե դա որակվում է որպես ցեղասպանություն կամ ցեղասպանության շարունակություն, բայց հայ պատմագրությունը տասնամյակներ շարունակ, ու կամ մեկ դար շարունակ ցեղասպանություն ասելով հասկանում են Օսմանյան կայսրություն, Արևմտյան Հայաստան եւ Կիլիկիա։ Հիմա տարածքը ընդլայնվում է, արդյոք մտնում է Արևելյան Հայաստանը, Արևելյան Ադրբեջանը եւ ասենք Ալեքսանդրապոլ, Բաքու եւ Շուշի, արդյոք դա նույնպես կարելի է անվանել ցեղասպանություն, թե ոչ։ 48-ի օրենքի մեջ intention բանը այո կնկատվի իբրև ցեղասպանություն եղավ նույնիսկ եթե միակ այսպես է ուրեմն ես համոզված եմ որ թուրքերու կողմէ նույնիսկ Ադրբեջանը ստեղծելով եւ այլն եթե կարողանային պիտի շարունակեին աշխատանքը նկատի առնելով ևս հյուսիսային մասերը, այսինքն ռուսական կայսրության այլությունը, ես կասկած չունիմ այս մասը։ Ալեքսանդրապոլի գավառում հայտնի է, որ 200,000-ի չափ հայություն կոտորվեց, Բաքվի կոտորածները, հիմա ուզում եմ ասել ցեղասպանություն հասկացության արեալը ընդլայնվում է, թե ոնց։ Նայեցեք, մեր պատմականության մեջ, կամ մերը չսենք միջազգային պատմականություն, մերը միջազգային է, կարծեմ թե այս տեկումը պետք է առնվի ուշադրություն։ Այո, եւ բայց կբանում չէ որոշ ուսումնասիրություններ, որ ավելի կապված են այս շրջանի Բաքուի վրա, Բաքուի չարթի մասին, Իշխանյանի գիրքը կա։ Ինքը եւ Ռոնալդյունի որոշ չափով, բայց ռուսական նյութերը կբացին շատ։ Դերևս պետք է համագործակցենք Բաքուի պատմության ինստիտուտի հետ։ Լավանեսյանի գիրքը կա, խաղացավար, Բաքվի ջարդերի նահանգի կողմնորոշման Այո, պետք է ուսումնասիրվի ավելի մանրամասն եւ բոլշևիկը, քիչ առաջ գսեի բոլշևիկ գետրոնը, Մոսկվայի բոլշևիկյան արխիվները պետք է ցերցենք, եւ այն ժամանակ պիտի որոշ բաներ հայտնվի, որ քրեթե բնական ձևով ցույց պիտի տան, որ ցեղասպանական ծրագիրը լայն էր։ Հիմա երկրորդ հարցը դուք ձեր աշխատության 5-րդ մասում շատ մանրամասնորեն անդրադարձել եք Ստամբուլյան դատավարություններին, Ստամբուլում եւ մյուս քաղաքներում տեղ գտած դատավարություններին եւ շատ հստակ նշում եք, որ այդ դատավարությունները կոչված էին դրան, որպեսզի փրկեն Օսմանյան կայսրությունը վերջնական քայքայումից։ Այսինքն մեղքը բարդեն առանձին անհատների վրա, այլ ոչ թե պետությունը ղեկավարող կուսակցական մարմնի վրա։ Հիմա դրա հետ կապված, տեսեք, շատ է տարածված, շատ չէ, բայց տարածված է այն խոսույթը, որ
Օսմանյան կայսրությունը առաջինն էր, որ ճանաչեց հայոց ցեղասպանությունը ի դեմս ստամբուլյան դատավարությունների։ Արդյոք դա ավելի հրապարակախոսական չէ, քան թե գիտական։ Նախնական ներկայացումը չէ, այսպես ավելի նուրբ է հարցը։ Մարդիկ, որ դատապարտած են, փախած էին Բերլին եւ ասիլավերջի երկրորդ շահավետ է որոշ խումբերու համար ծևով դատապարտել այս մարդիկ, որ այլևս չկան չխառնվին ինչպես են երկիրի ղեկավարությամբ ասել, գշակնեին որոշ դարի ամիսներով տելերը կաշել և Այսինքն դա միայն նպատակահարմարությունից ելնող ինչ-որ բանը մեկտեղ կնշենք, որ անգլիացի բարձր կոմիսերը մեկ մարով ֆարս գործածվի այերեն չենք այս պարը գործած է ծիծաղելով գողագի, սելով որ որումի խապես այս միակ տարախազը, որ քյուրք Մուստաֆանով Բարով Խեչոյանը եկավ դարաբերով այո կարծեմ դերին էր ծապարել նկատի արած բարոն Խեչոյանի և իր կործակիցներու և այլն միշտ իրենց մասին կխոսի աշխատանքը, որ դարվեցավ չանքը, որպեսի դարածվին այս պատմական հարցերը։ Երրորդ հարցը ուզում եմ որպես ազգագրագետ հարցնել, ամեն մեկը երբ որ մտնում է ցեղասպանության թեմայի մեջ, նաև շատ հաճախ, գոնե թե մինչև հիմա, նաև ունենում են անձնական առնչություն։ Ձեր առնչությունը որն է, պարոն Գևորգյան։ Նայեցեք, ես Ֆրանսայի… Դուք ձեր ծնողները կամ տատիկ-պապիկները որտեղից են և դա ինչ-որ նշանակություն ունեցել է, թե չէ։ Որոշ չափով քուձը մեծ ծնողներու է հարաբերությունը մանավանդ և երիտասարդներս գաստե վրա բարձ է ասեմ իրենց դխրությունն է, որ ինձի շատ աստեց շատ ցավալի էր այսինքն ընտանիք ստեղծած են, ծավալ ունեցած են և այլն, բայց այս մարդիկ չեն տեսած, որ ժպտին կամ խնդան դխրության բայց մորնամասի կա, ես ավելի ճիշտ իբրև երրորդ սերունդ, երբ 17-18 տարեկան եմ, հարց գտնեմ, որ գլսեմ ագասությունները, բաները, քիրքարչունենք ասկացար 20-ական թվականներու այերերով բաներ մնացած է և վերջը անչատում իպես բան մգան մինչև 60-ականները այսպես կարելի վերսել։ Ուրեմն հարսումները, որ ինքս ուղեցի այն ժամանակ, ավելի ասուն ժամանակին պատասխանեցի ձևով այս գործը։ Մեր սկիզբն արեցի, որ ես մինչև 40 տարեկան չէի կրնար քիչ մռանալ ցեղասպանության մասին։ Քիչը պետք է գերդված լաս, որ բաղ ձևով ճիտես ոչ թե մասնակետի նման մոն է դժվարությունը։ Եթե հարցեր կան, հիմա տվեք, որովհետև հետո ձայնը տալու եմ պարոն Խեչոյանի։ Այսինքն արտահայտվելուն հարց չէ։ Լավ, արտահայտվեք։ Կարող եմ հենց էստեղից ասել, ես անկեղծ ասած շատ ուրախ եմ ես գրքի հրատարակության
կառավարության համար եւ